Հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնի Մութաֆյանն եմ, բարի առավոտ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակության տարածած հայտարարությանը, այն որակելով միջանկյալ։ Որոշ շեշտադրումներ ըստ ընդդիմադիր խմբակցության դուրս են մնացել ԵԽԽՎ նախընտրական դիտորդական պատվիրակության գնահատման դաշտից։ Փաստացի հավասարության նշան է դրվում իշխանության եւ ընդդիմության միջև։ Այն դեպքում, երբ իշխանությունը ամբողջությամբ վերահսկում է պետական համակարգը, չարաշահվում են վարչական ռեսուրսները, իրավապահ մարմինները, ինֆորմացիոն դաշտի զգալի հատվածը եւ քաղաքական օրակարգ ձևավորելու հիմնական գործիքները։ Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը, ստեղծելով միջազգային հանդուրժողականության եւ անպատժելիության մթնոլորտ, ինչը տվյալ ժամանակահատվածում չի նպաստում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքի իրագործմանը, ասված է հայտարարության մեջ։ Չեն արտացոլվել եւ շեշտադրվել Հայաստան խմբակցության պատգամավորների ներկայացրած բանավոր եւ գրավոր դիտարկումները, որոնք վերաբերում էին Հայաստանում իրականացվող ավտորիտար ռեժիմին, իշխանության բոլոր ճյուղերին գործադիրի ձեռքում կենտրոնացմանը, ինչը գրեթե անհնար է դարձնում ընտրության ազատությունն ու մրցակցությունը, դատական իշխանության կախվածության եւ ընտրովի արդարադատությանը։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք ընդունվել են ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, հակասելով իրավական կայունության սկզբունքին եւ Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին։ Ներքին դիտորդների հավատագրման հարցում կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրված ընդլայնված հայեցողական լիազորություններին, իշխանությանը քարոզարշավի առաջ եւ դրա ընթացքում վարչական ռեսուրսների եւ հանրային միջոցների լայնածավալ չարաշահմանը, մեդիա հասանելիության անհավասարությանը, նվիրատվությունների եւ բարեգործական կանոնների ընտրովի կամ անհամաչափ կիրառմանը, գործող վարչապետի եւ վարչախմբի անվտանգայնացված դիսկուրսի մանիպուլյացիային եւ վախի մթնոլորտի ձևավորմանը։ Բացարձակապես անհիմն եւ ոչ հավասարակշռված ենք համարում հայտարարության մեջ տեղ գտած հայ առաքելական եկեղեցու քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության վերաբերյալ ձևակերպումը։ Մինչդեռ հավասարակշռված արձագանքի դեպքում ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար հայ առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդի վեհապար հայրապետի նկատմամբ իրականացվող հակասահմանադրական գործողություններին եւ բռնաճնշումներին, ներառյալ ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտած վեհապարին հրաժարական պարտադրելու հակաիրավական հանձնառությանը։ Իսկ այս ամենի ֆոնին հնչում է նահազանգեր ընտրախախտումների մասին, որոնց հեղինակը իշխող ուժն է։ Հետքը գրել է թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեության հասցեից մոտ 100 մետր հեռավորությամբ Էջմիածնի Մաշտոցի փողոցի բազմաբնակարան շենքի վրա մի քանի օր է քարոզչական պաստառ է փակցված։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական պաստառը Փաշինյանի լուսանկարով չեն տեսնում ոչ հանձնաժողովի անդամները, ոչ Վաղաշապատի համայնքապետարանը։ Մինչդեռ ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են տեղադրել միայն հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա, վճարովի գովազդային վահանակների վրա, ընտրական շտաբների վրա։ Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնել չի թույլատրվում։ Դասարաններից քարոզարշավ Արագածոտնի մարզում դպրոցները հայտնվել են քաղաքական սկանդալի կենտրոնում։ Ահազանգերի համաձայն մի քանի դպրոցում դասերը կրճատվել են, իսկ ուսուցիչներին ու աշակերտներին կազմակերպված տեղափոխել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական հանդիպումներին մասնակցելու։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարել է, որ Արագածոտնում արձանագրված դեպքերով քննություն է սկսվելու։ Այսօր մայիսի 13-ին Ապարան քաղաքում Արագած եւ Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ եւ աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի։ Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն, պարզելու դեպքի մանրամասները եւ կիրառելու օրենքով սահմանված հետևանքները համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաեւ իրավապահ մարմիններին քննություն իրականացնելու նպատակով։
Մարդու իրավունքների պաշտպանի Գրասենյակն է անդրադարձել միջադեպին, պաշտպանն ընդգծել է, որ ընտրական գործընթացներում երեխաների կրթության իրավունքի անխոչնդոտ շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։ Անթույլատրելի է երեխաների ներգրավումը քաղաքական գործընթացներում այնպիսի ձևով, որը կարող է խոչընդոտել նրանց կրթության իրավունքի իրացմանը կամ հակասել երեխայի լավագույն շահի սկզբունքին։ Պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրթական հաստատությունների և իրավասու մարմինների կողմից այնպիսի գործելակերպի ապահովումը, որը կբացառի դասաժամերի ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատումը և խաթարումը։ Հայաստան դաշինքն երեկ արտիքում էր։ Վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, երբ 2021-ին Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցում նշաձողը պետք է իջեցնել, իրենք ասել էին, որ սա Արցախի կորստի է բերելու, բայց դիմադրության շարժումը բավարար աջակցություն չստացավ, իսկ արդեն 2022-ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Եթե 26 թվականին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան արևմտյան Ադրբեջանն է։ Սյունիքի վրա մեծ հարցականը թե կմնա, թե չի մնա։ Շատ մեծ հարցական է։ Խաղաղությունը, որը մեզ փորձում են ծախել, խաղաղություն չի։ Սա խաղաղություն այնքան ժամանակ, քանի որ որևէ երաշխիքներ չկա, ինչքան ժամանակ Ալիևը համարի, որ իրեն հարմար է այս խաղաղությունը, իրեն ձեռ է տալիս այս խաղաղությունը։ Մենք սա մերժում ենք, մենք չենք կարող սրա հետ համաձայնել։ Հույսով ենք, որ նաև ժողովուրդ այս երրորդ ցիկլով արդեն նաև ջոկել է, թե ինչ է կատարվում, ում հետ գործ ունել։ Բազմաթիվ անգամ ասել է, եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ ճիշտ այն, ինչ արվում է մինչ այսօր։ Մեկը մեկի։ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ընդգծել է, սա մեր երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություն է, որի արդյունքից է կախված լինելու մեր պետականության հետագա գոյությունը։ Պատգամավորի խոսքով գործող իշխանության խոստացածը խաղաղություն չէ։ Սրանց խոստացածը ձեզ, որ ասում են խաղաղություն, դա խյով է սկսում, բայց խաղաղություն չի դա խաբեություն է, խայտառակություն է, խարդախությունը, բայց երբեք խաղաղություն չի։ Այս գիտակցումով պետք է գնանք այս ընտրություններին։ Իր խոստումները ձեզ ժողովրդին ուղղված չի։ Իր խոստումները այսօր ուղղված են Ալիևին։ Ինչ է ասում։ Ասում է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, կընտրվեն, կվերադարձնեն։ Այդ ինչ կապ ունի ժողովրդի հետ, Ալիևին է խոստանում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ հայտարարել է, որ ամենաշատը մարդիկ իրենց ասում են վախի մթնոլորտ կա։ Մարդիկ վախենում են։ Պատգամավորի խոսքով հունիսի 7-ն է այդ ամենին պատասխան տալու օրը։ Լայքի համար գործից ազատում են, մասնակցության համար գործից ազատում են, բարևելու համար գործից ազատում են։ Ժողովուրդ ջան, գիտենք, այսպիսի մթնոլորտ իսկապես երբեք չի եղել։ Այսպիսի տրամադրություն մթնոլորտ Հայաստանում չի եղել, բայց մի բան ունենք ձեզ ասելու։ Այս ամեն ինչը իրենք արել են ձեր 7 տարի, սկսած քաղաքացու վրա թքելուց, վերջացրած ձեր հարկերը բարձրացնելը, վերջացրած պատերազմները, ձեզ գործից ապօրինի ազատելը, միջնամատ ցույց տալը ինձ հուշում են, կլինի մնացած բոլոր ապօրինությունները, բոլոր տեսակ հարկերը, տուգանքի մատերիալ սարքելը, քաղաքները չզարգացնելը, պարտքը ավելացնելը, դրա պատասխանի օր կա։ Պետք չի, մի եկեք հավաքներին, եթե ձեզ, չգիտեմ, վախեցնում են, լավ, մի ամիս էլ կարաք սրտիկ չդնեք, բայց հունիսի 7-ին այդ ամեն ինչի պատասխանը պետք է տալ։ Հունիսի 7-ն է, ձեր բարեկամներին խնդրում ենք, փոխանցեք, որ հունիսի 7-ն է այս իշխանության արածների պատասխանը տալու օրը։
Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարն իր տանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։ Կարապետյանը շեշտել է, որ պետք է Սևանա լիճը դարձնեն մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ։ Նրա խոսքով իրենք ունենալու են համակարգված մոտեցում, ստեղծելու են բիզնես ծրագրեր։ Ահավոր պրոցեսները, ինչը որ կատարվում է մեր հայրենիքի հետ եւ ձեր մարզի հետ։ Դուք պատկերացնում եք, մարզի հիմնական բնակչությունը, ամենայն դեպս մեծ մասը, ուղիղ կապ ունի Սևանա լճի հետ։ Սևանա լիճը աշխարհի ամենամաքուր լճերից մեկն է, բայց վստահ եմ, ոչ մեկը չի զբաղվում Սևանա լճով, բայց մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը լճից փոխարինենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկի։ Բագրատ Սրբազանը հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ գործը։ Մկրտչյանը Սրբազանին կփոխհատուցի 600,000 դրամ, ինչից 300,000-ը զրպարտության, մյուս կեսը վիրավորանքի համար։ Հիշեցեմ, հայկական ժամանակի հետ հարցազրույցներից մեկում Հարություն Մկրտչյանը կասկածի տակ էր դրել Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը սառեցնելու Բագրատ Սրբազանի հայտարարությունը։ Հայտարարել էր, թե Բագրատ Սրբազանի պաշտոնի ժամանակավոր սառեցումը նշանակում է, որ կաթողիկոսն արդարացնում է մարդկանց սպանությունները, պատերի տակ գյուլելը, տերորիստական գործողությունները։ Մայիսի 13-ին ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմանում Այվազովսկի 4 կոտորակ 14 հասցեի մոտ բախվել են Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսն ու Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությանը պատկանող գնացքը։ Ըստ նախնական տեղեկության տուժածներ չկան։ Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը։ Ներքին գործերի նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։ Միջադեպի վերաբերյալ ոչ ուսումնական հաստատությունը, ոչ անչափահասի ծնողները ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։ Անչափահասի մորը մայիսի 11-ին հրավիրել են համայնքային ոստիկանության աշտարակի բաժին, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և բուժօգնությամբ տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Համայնքային ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը։ Մայիսի 13-ին կեսօրից հետո ուժգին անձրև և կարկուտ է տեղացել Ալավերդիի որոշ բնակավայրերում։ ABC մեդիային լուսանկարներ և տեսանյութեր են տրամադրել Ջիլիզա գյուղից։ Տեղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ հորդառատ անձրևի ժամանակ մոտ 20 րոպե անդադար կարկուտ է եղել ու մեծ վնասներ հասցրել։ Բացի այն, որ հողին է հավասարվել նոր դուրս եկած սածիլները, մեծ վնաս է տվել նաև ծառերին, պտուղ գրեթե չի մնացել։ Միջազգային լրահոսից Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Քուվեյթն ապօրինի հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու։ Նախարարի խոսքով դեպքը տեղի է ունեցել այն կղզու մոտ, որը Միացյալ Նահանգները գործածում է Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և մեզ վերապահում ենք պատասխանելու իրավունք, հայտարարել է նախարարը։ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ։ Ըստ իսրայելցի պաշտոնյայի, այցը հանգեցրել է Իսրայել-Արաբական Միացյալ Էմիրություններ հարաբերություններում պատմական առաջընթացի։ Թեհրանում պատերազմի ընթացքում վնասված օբյեկտների մոտ 80%-ը վերականգնվել է։ Ընդհանուր առմամբ Իսրայելի և Միացյալ Նահանգների հասցրած վնասը գնահատում են $270 միլիարդ։ Հանդիպել են Հնդկաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները, քննարկել են տարբեր ոլորտներում, այդ թվում առևտրի, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտում գործակցությունը։ Հանդիպանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ֆրանսիացի լրագրողը բացահայտել է Էմանուել Մակրոնի ապտակի պատճառը։
Ֆլորիան Տարդիֆը հայտարարել է, որ Էմանուել Մակրոնի կինը Բրիջիտ Մակրոնը իրանցի դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանի հետ խանդի պատճառով ապտակել է ամուսնում։ Լրագրողի խոսքով Էմանուել Մակրոնը մի քանի ամիս պահպանել է պլատոնական հարաբերություններ հռչակավոր աստղի հետ, սակայն նրան գրել է չափից ավելի մտերմիկ հաղորդագրություններ։ Բրիջիտ Մակրոնի ներկայացուցիչները հերքել են տեղեկությունը, թե միջադեպը կապված է իրանցի դերասանուհու հետ, ընդգծելով, որ առաջին տիկինը երբեք չի ստուգում ամուսնու հեռախոսը։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստանում օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-ից 3 աստիճանով, բայց ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։